Можете приезжать. Шляпу сними. На белом свете, там, где всегда мороз, трутся спиной медведи, а земную ось мимо плывут столетия, как подо льдом моря, трутся обоз медведи, вертится земля. Մարտի 16-ին Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն Վանցխիպի գլխավորությամբ սկսեց նախապատրաստվել Վրաստանի հետ Կովկասյան դերբիին։ Սպերցյանի և Սելարեյանի կորուստները զգալի էին։ Հավաքի տևողությունը բավականին կարճ, սակայն ազգային թիմի ճամբարում տրամադրությունը դրական էր։ Հավաքի ընթացքում մեր տղերքին աջակցելու եկան հատուկ հյուրեր։ Հաշմանդամություն ունեցող երկրպագուների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։ Կարևոր դիմակայությանը պատրաստվում էր նաև հանրապետական մարզադաշտը, որի նստատեղերին փակցված պաստառները խաղի օրը պետք է եռագույն բռունց կազմեին։ Ջոն Վանցխիպն իր առաջին նախախաղային ասուլիսին ներկայացավ թիմի ավագ Վարազդատ Հարոյանի հետ միասին։ Ամեն ինչ լավ է թիմում, մթնոլորտը շատ բարձր է, գիտենք ինչ հանդիպում է սպասվում, մոտիվացիայի կարիք չկա, խաղում ենք մեր հարևան երկրի դեմ։ Դե իսկ Վանցխիպի հետ զրույցում ընդգծեցինք Եվրոպայի չեմպիոնի տեխնիկան նույնիսկ 61 տարեկանում, կատակելով, որ միգուցե խաղին էլ կարողանա մեզ օգնի։ Fortunately, I have not the Armenian passport, so it's not going to happen. Իվուջան, նավես։ Դե իսկ մարզումից հետո հանդիպեցինք և հաջողություն մաղթեցինք մեր տղերքին, որոնք նաև իրենց ստորագրությունները թողեցին կինոդարան 11 նշումով Հայաստանի հավաքականի խաղաշապիկի վրա։ Իսկ թե ինչի մասին է ֆիլմը, հավանաբար արդեն գուշակեցիք։ Կինոդարանի։ Ես կինոդարանի ոնց որ պապիսկա եղած եմ, կինո ուզում նայ եղա։ Կինոդարան նայում ես, բայց։ Հա, ոչ չեմ նայում։ Մաչդեին ընթառաջ ազգայինի տղերքին հյուր է գալիս թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը, նույնիսկ վնասվածքով հավաքականի կողքին։ Գլխավոր մարզչի նախաձեռնությամբ Հայաստանի հավաքականը զբոսնեց Երևանի կենտրոնում։ Մենք էլ մոտավոր նույն լոկացիայում անչափ հետաքրքիր նկարահանում կազմակերպեցինք, զգալով Կովկասյան դերբիի մթնոլորտը մայրաքաղաքում։ Բարև Հայաստան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եթե 21 խաղաք 3, 7 կամ 9 անգամ կստանաք մեր գործընկեր 3-7-9 գարեջրի մրցանակը։ Պատրաստ եք։
որ երկրում է ամենաշատը գարեջուր խմվում եւ օգտագործվում ֆուտբոլի առաջնությունների ընթացքում։ Անգլիա, Գերմանիա, Բրազիլիա եւ Չեխիա։ Գերմանիա։ Դուք պատրաստված եք եկել այսօր կարծում եմ, շնորհավորում եմ, ապրեք շատ եւ շահում եք 3-7 նկարեջուրը, եթե տրամադրեք փոխանցենք 3-7 նկարեջուր։ Սա ձեզ, ապրեք եւ սիրեք ֆուտբոլը։ Знаете, какой сегодня футбольный матч? Да, мне вчера сказали, что сегодня матч Армения и Грузия. Классно. И за кого будете болеть? Конечно же, за Армению, потому что сейчас я нахожусь в столице, Ереван, и поэтому Хайастан. Опа, Хайастан, вообще Хайастан. так, да? Энергетический напиток, армянский Тесла. Это вам. Покажите вот камеру, чтобы все верили, что у вас здесь Тесла. Можете спокойно хвастаться уже вот перед знакомыми, что у меня есть Tesla. Կարող եք ինչ-որ հայ ֆուտբոլիստների անուններ նշել, որոնք ձեր կարծիքով ամենաէներգետիկն են։ Ամենաէներգետիկներից երևի կնշեմ Չանչարևիչին եւ Ահարոնյանին։ Արոնյանը շախմատիստ է։ Հարոյանին։ Մենք էլ ձեզ տրամադրում ենք հայկական ամենաէներգետիկ Tesla ամպելիքները, որպեսզի կարողանաք ինչպես մեր ֆուտբոլիստն էներգիայով լի, դուք էլ այսօր երկրպագեք մեր հավաքականին։ Կինոդարան դիտում եք։ Այո, Իսկ ակտիվ բաժանորդագրություն ունեք։ այո, բավականին որակյալ ֆիլմեր կան, այնպես որ, հա, Մենք պարզապես պետք է համոզվենք։ կարող եմ ցույց տալ։ Ցույց տվեք, եթե կարելի է։ Ֆիլմ է նկարվում կինոդարանում, որի անվանումն է լինելու 11։ Ըստ ձեզ, ինչի մասին կարող է լինել այդ ֆիլմը։ Դե եթե այսօրվա թեմատիկան հաշվի առնենք, կարծում եմ ֆուտբոլի կամ Հայաստանի հավաքականի մասին, ֆուտբոլի։ Ճիշտ է, ֆուտբոլի մասին է, քանի որ գիտենք թե քանի ֆուտբոլիստ է խաղում մեկ թիմում։ Հենց 11 Սոս Ջանիբեկյանը կլինի գլխավոր դերակատարը, քանի որ դուք պատասխանեցիք մեր բոլոր հարցերին, ինչպես նաև գուշակեցիք թե ինչի մասին է լինելու նոր ֆիլմը կինոդարանի, այսպես մենք կինոդարանի եւ Քորների կողմից նվիրում ենք ձեզ Հայաստանի հավաքականի խաղաշապիկ Սոս Ջանիբեկյանի եւ հավաքականի ֆուտբոլիստների ստորագրությամբ։ Ճիշտն ասած ինձ այսօր գրել էր ընկերներից մեկը, որ Ավել տոմս ուներ խաղի հետ կապված։ Ես հիմա հասկացա, որ ես տոմսերից մեկը վերցնելու եմ ու հենց այդ մարզաշապիկով ներկա եմ լինելու այսօրվա խաղին, շնորհակալ եմ։ +1 երկրպագու Հայաստանի հավաքականի համար շնորհավորում ենք եւ հուսով ենք, որ հաղթական խաղերի կգրեք այդ խաղաշապիկը։ Արտիվ փոխանցում, ազգուշը խաղում դարպասապահը եւ Գրենիկ Պետրոսյանը բացում է հանդիպման հաշիվը 78-րդ րոպեի։ Հայ-վրացական դիմակայության գլխավոր փորձը պատվով ավարտեց Երևանի Նոան։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը ստուգողական խաղում հյուրընկալեց Քութայիսի Տորպեդոին եւ հաղթեց նվազագույն հաշվով։ Գրենիկ Պետրոսյանի գոլի շնորհիվ։ Ջոն Վանցխիպն իր մեկնարկային խաղում բավականին հակասական կազմի ընտրություններ կատարել։ 4 պաշտպան ավելի փորձված եւ վստահելի դարձած 5-ի փոխարեն։ Հարությունյանն իրեն ոչ այնքան հարմար եւ սովոր աճ եզրում։ Պաշտպանություն առանց Ստյոպա Մկրչյանի, հարձակման գիծ առանց Ռանոսի, Մանվելյան եւ Սևիկյան բացակայող Սպերցյանի եւ Սելարայանի փոխարեն։ Խաղից առաջ ֆեդերացիան եւ երկրպագուները արժանին մատուցեցին վերջերս կարիերան ավարտած Արտակ Գրիգորյանին։ Շնորհակալ ենք Մարտիկ։ Կովկասյան ֆուտբոլային դերբին մեծ հետաքրքրություններ առաջացրել։ Հանրապետականի տրիբունաները լեփ-լեցուն էին։ Ցավոք երկրպագուների բաշխվածության առումով իրավիճակը մեր օգտին չէր։ Խաղին ներկա էին մի քանի հազար վրաց երկրպագուներ։ Հյուրերին հատկացված սեկցիայից զատ մեր հարևաններին մեծ քանակությամբ կարելի էր տեսնել ստադիոնի գրեթե բոլոր հատվածներում։ Իսկ
Ինչպես ընթացավ բուն խաղը։ Մեր հավաքականի համար անչափ բացասական սցենարով։ Հյուրերն ավելի արագ, խաղաղցված եւ նպատակասլաց էին։ Մեր թիմն էլ անգամ նման չէր իր լավագույն օրինակին։ Մի քանի ահազանգից հետո վրացիների արագ հակագրոհը պսակվեց հաջողությամբ։ Աչքի ընկավ իսպանական Լևանտեի կիսապաշտպան Գեորգի Կոչորաշվիլին։ 5 րոպե անց վրացի ֆուտբոլիստները հուրախություն բազմահազար հայրենակիցների ամրապնդեցին առավելությունը։ Մամարդաշվիլու հարվածը սեփական դարպասից։ Մանվելյանի փակած օֆսայդը եւ ֆրանսիական Լիոնի հարձակվող Ժորժ Միկաուտաձեի գոլը սուր անկյունից։ Վրացիները մեծ առավելություն ստացան առաջին խաղակեսում, ինչին ի պատասխան մերոնք փորձում էին հակախաղ առաջարկել եւ վտանգավոր պահեր ստեղծել, առավելապես ակտիվ Էդգար Սևիկյանի եւ Տիգրան Բարսեղյանի ջանքերով։ Սակայն շատ էին ազատ գոտիները եւ բացերը, ինչից հյուրերը հնարամտորեն էին օգտվում։ Որպես արդյունք չուշացավ նաև երրորդ գոլը։ Անկյունային իրացնում էինք մենք, իսկ հակագրոհի արդյունքում կրկին աչքի ընկավ վրացիների ռմբարկու Միկաուտաձեն։ Գոլ, որը կրկինի ցույց դրեց մեր թույլ տեղերը։ Հաջորդ 30 րոպեների ընթացքում գոլեր չգրանցվեցին, եւ Եվրոյի մասնակիցները Երևանից հեռացան վստահ հաղթանակով, մեծ քայլ կատարելով ազգերի լիգայի B լիգայում տեղը պահպանելու համար։ Ֆուտբոլում եւ առասարակ կյանքում մանրուքներ չկան, պատահականություններն էլ հազվադեպ են։ Պարզապես մեկ անկյունակարային օրինակ կբերենք, թե ինչպես են վրացիները սիրում իրենց երկիրը եւ հավաքականը, ինչպես են լցնում ոչ միայն տոմսեր վերավաճառողի թեթև ձեռքով մեր չափազանց հյուրընկալ մարզադաշտը, այլև մեր մայրաքաղաքի փողոցները, իրենց դրոշներով, երգերով եւ բարձր հաղթական տրամադրությամբ։ Մարդիկ սիրում են ֆուտբոլ, խաղում են ֆուտբոլ, արտերկրում ավանդաբար հանդես եկող տասնյակ բարձրակարգ խաղացողներ ունեն։ Իդեպ Հայաստանի հավաքականի խաղաշապիկով ոչ մի երկրպագուի խաղի օրը փողոցում այդպես էլ չտեսանք։ Մի գեղեցիկ օր պատկերը կփոխվի, իսկ առայժմ մեզ սպասում է մարտի 23-ին կայանալիք Թբիլիսյան դիմակայությունը, որին ներկա կլինի նաև քորները։ Հայկական ֆուտբոլի եւ ազգային հավաքականի կողքին ենք ցանկացած պարագայում։